Բոլոր այն ուժերը, որոնք հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ասում են, թե դեմ չեն խաղաղությանը, բայց անմիջապես էլ ավելացնում են, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը, դրանով իսկ նախապատրաստում են անխուսափելի պատերազմ, ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած մաքսիմալ աշնանը, ես վերլուծում եմ, չէ՞, տեքստերը ինչ են ասում, այդ բոլոր ուժերը, եթե անհրաժեշտ է անուններն էլ կտան, հստակ, մի մասը ենթադրում եմ չի էլ հասկանում ինչ ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Փաշինյանի գնահատմամբ ոմանք ասածների իմաստը չեն հասկանում, որովհետև այդ տեքստերը գրվել են ուրիշ տեղերում։ Եվ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել ևս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Դեռևս միայն ակնարկվող այս ուժերի նպատակն ըստ վարչապետի Հայաստանը ծայրագավառի կարգավիճակում պահելն է, ինչպիսին եղել է իրենց իշխանության շրջանում, որովհետև իրենք բոլորը էմիսարներ են, թույլ չտալու, որ Հայաստանը անկախանա։ Ֆորպոստ Հայաստանում էլ այդ նույն մարդիկ ակնկալում են դինել կառավարիչ։ Ժամանակը ցույց է տվել, որ դա իրենց ֆինանսապես ձեռնտու է։ Եվ իմիջայլոց պահպանելու են որոշ երկրներում իրենց ունեցած միլիարդները, որովհետև նրանց ուղարկել են ստեղ, ասել են խնդիրը չլուծեք, այդ ձեզ ֆորմալ ինչ որ ձեր անունով է գրած, այլևս չի լինի։ Այդ մարդկանցից այդ հիմնական ուժերը երեքն էլ, ով որ այդ դիրքից հանդես է գալիս, միլիարդների բան ունեն, ունեցվածք ունեն Ռուսաստանում եւ Բելարուսում։ Հիմա իրանց ասել է, ուզում եք այդ ունեցվածքը պահեք, աշխատեք, քրտնեք, վազեք, ձգվեք, ուպոր լյոժա, 30 անգամ, չեն կարողանալու, ես ընդեղ մարդ չեմ տենում, որ կարա 30 անգամ ձգվի, ոչ էլ 100 կիլոմետր հեծանիվ քշի։ Իդեպ ուժեղ առաջնորդ լինելու մասին։ Լրագրողի հարցին անդրադառնալով վարչապետը շեշտեց. Սամվել Կարապետյանն իրավունք ունի ուղիղ եթեր մտնելու։ Նա եւ ոչ միայն նա կարող են ուղիղ եթերում հիմնավորել, ինչով են իրենք ուժեղ եւ ինչով է իշխանությունը թույլ, ինչի մասին այդքան խոսում են։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն, ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ։ Բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ։ Ուրիշ ինչից են ուժեղ։ Ինտելեկտից են ուժեղ։ Թող մտնեն ուղիղ եթեր իրանց ինտելեկտը ցույց տան։ Թող մտնեն ուղիղ եթեր իրենց ինտելեկտը ցույց տան։ Թող իրենց ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, թող իրենց բառապաշարը ցույց տան։ Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն է թույլիկ են։ Եվ վերլուծական մտքով, եւ բառապաշարով։ Եվ ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարում, դա շատ հեշտ է ապացուցել։ Իրանք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենց փողերը աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով։ Իրանք թույլ են, որպես բիզնեսմեն, իրանք թույլիկ են ուղղակի։ Հիմա ըստ Փաշինյանի նրանք հասկացել են, որ տնտեսական դաշտում հավասար պայմաններ են ստեղծվում եւ իրենք հայտնվում են այն կարգավիճակում, որին արժանի են։ Ղարաբաղը հանձնելու հերթական մեղադրանքին անդրադառնալով Հայաստանի վարչապետն ասաց. ոչ մի կառավարություն չի արել Ղարաբաղի համար այնքան, որքան մեր կառավարությունը։ Դա թվերով տեսանելի եւ ապացուցելի է։ Եվ ձեր ասած ուժերն էին, որ տոնում էին Ղարաբաղում իշխանություն վերցնելը, որ հեսա տեսեք ինչ ենք անելու, եւ նրանց իշխանություն վերցնելու, բոլորդ հիշում եք, ես իրադարձությունները չնկարագրեմ, ընդամենը օրեր հետո ամեն ինչ ավարտվեց։ Հիմա այդ ձեր ասած նույն ուժերը, բացարձակապես նույն ուժերը, նույնը ուզում են անել Հայաստանի Հանրապետության հետ։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Բացարձակապես նույնը, մի միլիմետրի տարբերություն չկա նրանց մտադրությունների մեջ։
Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի կազմում եւ Հայաստանն էլ միշտ այդպես ընդունել է, ասաց վարչապետը։ Հավելեց, ուղղակի դա թաքցվել է։ Օրինակ, քաղաքաշինության կոմիտեի նախագահի մի զեկույցի շրջանակում վերջերս տեղեկացել է, որ տարիներ առաջ Հայաստանում տարաբնակեցման ծրագիր հաստատելու գործընթաց է եղել եւ կցված փաստաթղթերում կա հետեւյալը։ Հայաստանից արևելք հատվածները, Հայաստանի սահմանը սահմանագծված է, այնպես ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախասահմանագրված համաձայնագրում, իսկ դրանից արևելք մեծ տառերով գրած է Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Մեր խնդիրն ինչ է, որ մենք ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովրդից եւ Ղարաբաղի ժողովրդից էլ թաքցվել է իրողությունը։ Ինչի է թաքցվել իրողությունը։ Ինչի է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերը ամբողջությամբ հրապարակված են։ Էլ չկա այդ վայ հրապարակեք փաստաթղթերը։ Հրապարակված են փաստաթղթերը, բայց ուր են այդ փաստաթղթերի, ինչու աղմուկ չկա այդ փաստաթղթերի մասին։ Չկա, որովհետև ամեն ինչ հրապարակված է։ Ամեն ինչ հրապարակված է եւ ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ։ Բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ։ Որ այդ պատմությունը ընդամենը եղել է հետեւյալը. Հայաստանի անկախ պետություն լինելը թույլ չտալը։ Եվ այդ process-ը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը, հիմա էլ նրանց հարակից Ռուսաստանա-բելարուսական օլիգարխներին են բերել, հասկանալով, որ իրենց քարտը մարված է։ Ադրբեջանի նախագահը պարբերաբար խոսում է Արևմտյան Ադրբեջանի Հայաստանի տարբեր տարածքների վերաբերյալ նկրտումների մասին։ Վարչապետն արձագանքեց, ինքը դա չի համարում ներքին խոսույթ, ներքին լսարանին ուղղված։ Ես դա համարում եմ շատ վտանգավոր process։ Եվ համարում եմ, որ այդ վտանգավոր process-ը մենք պետքա կառավարենք։ Եվ պետքա այդ process-ը իր բոլոր պարամետրերով հասկանանք։ Կառավարելու ենք առաջին հերթին process-ի պատճառահետևանքային կապերը հասկանալով եւ պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով։ Լեգիտիմ քաղաքականություններ որդեգրելով, որոնք մաքսիմալ անխոցելի են։ Եթե մենք այսօր ասում ենք Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, Արցախը մերն է, ինչն է խանգարում, որ Ադրբեջանում էլ հայելային ձևով նույնը ասեն, համեմատեց Փաշինյանը։ Բայց կա նաև հակառակը, եթե իրանք ասում են Արևմտյան Ադրբեջան եւ այլն, ինչը այստեղ Հայաստանում շատ ուժերի պետքա սահմանափակի, ասել հակառակը։ Եվ երբ որ ես ասում եմ, որ մենք եւ Ադրբեջանը եւ Հայաստանը պետքա ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է մենք զուգահեռաբար այս խնդիրը պետքա լուծենք։ Առաջին ու ամենակարևոր քայլը ըստ վարչապետի արված է։ Խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է, որտեղ կողմերը միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա, եւ այդ հենքի վրա էլ պետք է կառուցեն խաղաղություն։ Անդրադառնալով սահմանադրության նոր տեքստին ու դրանում անկախության հռչակագրի մասին նշվել-չնշվելուն, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մեր սահմանադրությունը մեր ներքին գործն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին, աշխարհում ճիշտ դիրքավորվելու համար»։ Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու։ Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ։ Իսկ անկախության հռչակագիրն ըստ նրա կոնֆլիկտի հռչակագիր է ու այդպիսով կախվածության հռչակագիր։ Պատկերացրեք, դուք տեղափոխվել եք նոր բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի եւ կողքի եւ հետեւի եւ մյուս կողքի հարևաններին այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ինչ է նշանակում։ Ոնց է այդ սպառնալիքների պայմաններում ապրելու այդ միջավայրում։ Նրա խոսքով այդ միջավայրում ապրել հնարավոր կլինի միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ դնելու է շարունակաբար մեծացող, ահագնացող կախվածության մեջ նրանից կամ նրանցից, ումից այդ օգնությունը ակնկալում եք։ Եվ հետևաբար անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է,
Ու երբ մենք անընդհատ վրաերթի ենք ենթարկվում եւ շարունակ ուզում ենք թքել մարդկային արդարության ճակատին, Փաշինյանի դիտարկմամբ մեզ պետք է հարց տանք։ Իսկ հնարավոր է դրա պատճառն այն է, որ մենք գտնվում ենք փողոցի երթևեկելի մասում եւ չգիտենք երթևեկության կանոնները, հետիոտնային անցումների ու լուսացույցների գործառնական նշանակությունը։ Վարչապետը մեկնաբանեց նաեւ հիբրիդային պատերազմի մասին հաճախ արվող հայտարարությունները։ Հիբրիդային պատերազմը այն է, երբ որ գրվում եւ վճարովի գործիքներով ներառյալ արհեստական բանականությամբ կիրառմամբ գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, չգիտեմ, Լոս Անջելեսում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ունեն, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, բնակարաններ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների, չգիտեմ, տարբեր սեռական շահագործման գործիքներ են կիրառում, այդ ամենը հիբրիդային պատերազմ է։ Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը հումանիտար օգնության համար դիմել է Հայաստանին, եւ եթե չի դիմել, Հայաստանը սեփական նախաձեռնությամբ օգնություն ուղարկելու է, ասաց Իրանի Իսլամական Հանրապետությունը հումանիտար հարցով մեզ դիմելու անհրաժեշտություն չունի, որովհետեւ եթե տեսնենք, որ կա որևէ կարիք հումանիտար բնույթի, որ մենք կարող ենք աջակցել, մենք կանենք այդ քայլը։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, Լուրեր։